Կրքով է քաղաքվում եւ սենց ոտքերով եւ ձեռքերի վրա է գնալու, ես նոր իմացա, բայց միգուցե ճիշտն էլ դա է։ Այո, մարդ հաշտում է նիզույթ կոշիկ ընդամենը։ Ռոբերտ Քոչարյանի համար մեծ խնդիրներ եմ ակնկալում, մարտի 1-ի համար պետք է պատասխան տա, պետք է բանտում հայտնվի։ Մարտի 1-ի համար պատասխան պետք է տան բոլորը, բայց ինքը 8 տարի է իշխանությունը եւ 8 տարվա ընթացքում մարտի 1-ի հետաքննությունը 8 մմ առաջ չի գնացել։ Եվ ես իրոք հարցնում եմ Նիկոլ Փաշինյանին, ինչու ինքը 8 տարվա ընթացքում ինքը իր իշխանությունը, իր քննիչները, իր դատախազությունը չեն կարողացել որևէ առաջընթաց արձանագրել։ Մարդու հրահանգով են գործում, միգուցե հենց դրանով է պայմանավորված։ Փաշինյանը ինչ ասում է, հետևից ձերբակալություններ ու ճնշումներ են սկսվում։ Ես ձեր հարցի մեջ միգուցե բառի իմաստը չհասկացա։ Կասկածում եք։ Գրամար եմ ասում, Փաշինյանին ես բազմաթիվ հարցեր ունեմ, ինչու ինքը 8 տարի լինելով բացարձակ միապետ չի կարողացել այդ հարցը լուծել։ Հավանաբար իրան ձեռնտու է, որպեսզի մարտի 1-ի դեպքը, մարտի 1-ի գործը չբացահայտվի, որ ինքը կարողանա մանիպուլացնել, ներկայացնել այնպես, ինչպես իր քաղաքական շահերն են պահանջում։ Քոչարյան անդրադառնալով քարոզարշավին, ինչ տրամադրություններ են, ինչպես է գնահատում ես անցնող օրերը ու կհաջողվի ձեզ մեկանձնյա իշխանություն ձևավորել։ Մեկանձնյա իշխանություն խորհրդարանում սկզբունքորեն չի ձևավորվում, բայց վստահ եմ, որ կկարողանանք Նիկոլ Փաշինյանի միանձնյա իշխանության վերջը տալ։ Իսկ մենք տեսնում ենք, որ մեր հայրենակիցները գրկաբաց, ուրախությամբ, սիրով ընդունում են, սակայն բազմաթիվ են դեպքեր, երբ մարդկանց մոտենում ես, իրանք սենց գաղտնի ասում են, մենք ձեր հետ ենք, բայց խնդրում ենք մեզ վտանգի մի ենթարկեք։ Ես տեսել եմ որոշ բնակավայրերում Հայաստանի Հանրապետության, որ մարդիկ ուղղակի ասում են, ձեր հետ ենք, բայց խնդրում ենք մեզ վտանգի մի ենթարկեք։ Սենց վախի մթնոլորտ ես Հայաստանի Հանրապետությունում չեմ հիշում։